Բանակի վիճակը, օրինակ Շքերթ ամսի 28-ին։ Հիմա ես գնահատում եմ ևս կան բաց թողումներ, և հիմա ես կարող եմ դա ասել, բաց թողումներ կա, զենք են առնում, պրոբլեմա մեր անվտանգությունը հիմա ամենակարևոր ապահոված չի փաստաթղթային, որտեղ նույնիսկ վերևից եք սկսում ռազմավարական, մենք ունենք փաստաթուղթ, որը երաշխիք է տալիս մեզ ապահովել անվտանգությունը։ Հիմա մյուս հարցը կարող լինի, իսկ մենք ունեինք չի եղել, ոչ, կա հերթականություն, դու պետք է ունենաս հստակ։ Ինչ փաստաթուղթ։ Պետք է ունենաս հստակ հայեցակարգ, որտեղ որ մշակված է քո անվտանգությունը, որտեղ է գալիս, ոնց է ապահովում, դրա հիման վրա դու կառուցում ես պարտադիր քաղաքականությունը, պայմանագիր ես կնքում, որը իրավական ուժ ունեցողը, իրավական ուժ։ Մենք այսօր ունենք այդպիսի փաստաթուղթ միայն Ռուսաստանի հետ, բայց ինքը մասամբ չի գործել, մասամբ գործել է 30 տարի գործել է այս պարզելու ժամանակ, մասամբ չի գործել, եւ մյուսների հետ մենք չունենք այդպիսի փաստաթուղթ։ Իսկ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը խաղաղության համաձայնավորություն տալիս է։ Դուք ասում եք նախաստորագրված։ Երբ որ հա, դուք ինքներդ պատասխան եք։ Զենք չառնեն այդ ընթացքում զուգահեռ։ Հա? Զենք չառնեն զուգահեռ չզինվեն։ Իհարկե պետք է։ Այսինքն եթե ստորագրված լիներ Ադրբեջանի հետ այդ փաստաթուղթը, եթե խաղաղությունը երաշխավորված է եւ վերջ, ինչպես Փաշինյանը ասում։ Չէ։ Փաստաթուղթը ասում, դա պարտադիր պայման ասում։ Դա պարտադիր պայման է։ Պիտի ունենաս այդպիսի փաստաթուղթ, բայց դա երաշխիք չի։ Ում հետ ունենալ Ռուսաստանի հետ ասացիք ունի, այլ ում հետ ունենալ փաստաթուղթը։ Մենք ոչ մեկ չունենք։ Ռուսաստանը ինչ-որ ասացիք ուներ, դոնաս։ Մենք ոչ մեկ հիմա նայեք։ Ռուսաստանը ուներ մասնապատասխան։ Լավ, հիմա նայեք։ Հարաբերությունները միջպետական կարգավորվում են եւ ունեն իրաց գրադացիան։ Դա կոնֆլիկտ է։ Մյուսը գալիս է չեզոք պետություն, մյուսը գալիս է համագործակցություն, մյուս փուլը համագործակցության մակարդակը գալիս է գործընկերություն եւ գալիս է դաշին։ Հիմա դուք ինքներդ նայեք։ Այսպես պետք է մոտենալ ամեն ինչի, ոչ թե ասենք Չեչեկների ինք մարդին ինչև պատասխանի պիսացնած, դուք ասեցիք, եթե փաստաթուղթը ստորագրվի, դա եւս խաղաղություն չի երաշխավորում։ Իմանցը այնա ի՞նչն է երաշխավորում խաղաղությունը, բանակը, այո, տեսնում եք, մենք կամաց գալիս, սա բազմակողմանի է, պիտի ունենաս այդ փաստաթուղթը, բայց կարա փաստաթուղթը չգործի, բայց դա պիտի ունենաս։ Սա երաշխիք է որոշ չափով, բայց հիմնականում եթե ռազմական հակամարտության մասին են խոսում, դա պիտի ունի բալանսը, դա օրենքը, դա երկիրը, այդպիսի գիտություն կա անվտանգություն պետության անվտանգ, բալանսը քո բանակը պետք է ի վիճակի լինել կանխել դա։ Եթե չի կարողանում, դու պետք է ստորագրես այդ փաստաթուղթը, իսկ այդ փաստաթուղթը միայն դաշնակցային հարաբերությունները, որտեղ ստորագրվում է, որ ագրեսիայի դեպքում ինքը քեզ պաշտպանում է, ոնց որ ՆԱՏՕ-ում է, ոնց որ այլ պետություն։ Իմ հարցը գիտեք ինչ եմ ասել, ես ուզում եմ հասկանալ, դուք հավատում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է լինի խաղաղություն։ Եթե անգամ կա փաստաթուղթ։ Նոր հասկացա, ոչ շուտ ասել։ Բայց ես բազմիցս սրա մասին ասում եմ, այս ինչ որ ես ասում եմ, ոչ։ Սա գործընթաց է։ Այսինքն իրական Հայաստանի գաղափարին ով չէ։ Կարծում եք, որ տարածքային պահանջ ամեն դեպքում պետքա լինի, քանի որ իրական Հայաստանի գաղափարում մենք պահանջատիրություն պետք է չունենանք, պետք է ճանաչենք Թուրքիայի սահմանները եւ վերջ։ Դուք ո՞նց եք մտածում, այսինքն։ Ես մտածում եմ գիտական հիմքերի վրա։ Այս ինչ որ դուք ասեցիք, սա ցանկություն է, մեկ մյուսը դա քաղաքական գործընթաց է։ Հիմա նայեք, ոնց դու չունենաս տարածքային պահանջ։ Տեսնում եմ, մենք գնում ենք խաղաղություն, պետք է չունենանք տարածքային պահանջ։ Դուք ո՞ր բնորոշ եք։ Եղամեծը 26։ Եղամեծը 26։ Հա, եղամեծը, հա։ Հիմա նայեք, խոսքը դրան դու չունես։ Ես վերցնեք այդ տարբերակը, դու չունես, բայց քո հանդեպ ունեն։ Քո հանդեպ ունեն։ Եթե դու ասում ես, ես չունեմ տարածքային պահանջ, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ քո կողմնակիցը չի։ Հակամարտությունը երկու կողմ է։ Իսկ եթե այնտեղ ասում են, ասենք Թուրքիայի գենշտաբի պետը ասում է, որ գիտեք ինչ, մենք թույլ չենք տա, որ Խոջալույի ցեղասպանությունը մոռանանք։ Կամ Ադրբեջանում ասում մենք 18 թվի ցեղասպանությունը բարձրացնելու է։ Դա ինչ է, հասկանում եք, սա այդ հարցերը տալիս է, պատասխանները ակնհայտ է,
Այդ գիտության մեջ գրված է, իմացեք մի հատ կետ եմ գրում, ինչ է նշանակում ռազմական սպառնալիք։ Եթե հարևան պետության ղեկավարը հնչեցնում է տարածքային պահանջներ, դա ռազմական սպառնալիք։ Ու դու պետք է դրան արձագանքես, ոչ թե խոսքերով, այլ դու իրան պիտի բերես համապատասխան, այս ինչ որ ես ասացի պետության ցանկը, ով է նա, կոնֆլիկտ է իր մեջ, թե քեզ օգա, թե դու դաշնակից ես իր հետ։ Դրանից հետո մշակում ես հայեցակարգը ու մտցնում ես ով է հայեցակարգի հարցերի պատասխանում։ Շահերը պետության, սպառնալիքները եւ ոնց է քեզ օգասում։ Ով է հիմա մեր սպառնալիքը կա, մեր բանակը ում հետ է պատրաստվում, այդ զենքը որ գնում են, ում դեմ ալված։ Քաղաքական առումով ես հասկանում եմ, այստեղ կա նաև դիվանագիտություն, դու չես ասում, որ ես ուղում եմ ասում, թե բանի դեմ, ժամանակ ես շահում, ասում ես այդ նույն դրջագույն հարցերը, բայց պիտի իմանաս քունենքում, պիտի երկու մասի լինի անկար, բան ներողություն, բաց եւ գաղնի մեջ պիտի գրես այդ ամեն ինչ, եւ քո բանակը իր դոկտրինում, որը բխում է այս հայեցակարգից, պետք է հստակ ինքը պատրաստի պատերազմի։ Դրա համար այստեղ խնդիրը մեր գլոբալ ազգայինը եւ պետք է մենք չասենք թե մենք սա է մեղավոր կամ սա մենք այսօր մենք եթե Փաշինյանը չընտրվի պատերազմ կլինի եւ չասենք ոչ ես դա չեմ համարում որ դա այդպես դե ինքը հայտարարել է դա չի ես ասում պատերազմ լինելու չլինելու դու հարցին ես պատասխանեցի բալանսը ունեն բալանս Սեպտեմբերի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անոնսեց սեպտեմբերյան պատերազմի մասին արտաքին հետախուզական ծառայությունը որոշակի վերլուծություններ ներկայացրել իբրև ռազմական գործիչ ձեր դիտարկումներով սեպտեմբերին, հոկտեմբերին կարևոր չի մոտ ապագայում մենք պատերազմի սպառնալիքի տակ ենք եւ ձեր նախորդ վերլուծությունների հիման վրա ուզում եմ մի հարց տալ ազգ բանակ հայեցակարգը պետությունը պատերազմի պատրաստելու հայեցակարգ է թե ոչ ազգ բանակ այո դա նոր կարգախոս չի հանրապետականների Չէ, ես գիտեմ, որ ամբողջ ես ընթացքում տերապետում ոնց է։ Շատ ծրագրեր ա, շատ կարգախոսներ ա, բայց կյանքը ցույց տվեց, որ մենք պարտություն կրեցինք, դա չի գործել։ Իսկ այդ կարգախոսը ես ձեզ ասեմ սովետական միությունից, կոչվում է «Народ явно единый». Հասկանում եք, այստեղ նոր բան չես որ լինի։ Սա դրական է, երբ դա այդպես պիտի բանակը ինքը ասում է պետությունն է պատերազմում, բանակ մենակ չի։ Մեր մոտ այսպես թերի բան կա, ընկալում կա, որ մենք որ ասում են մենք անվանդամության համակարգ ունենք, բանակ ունենք։ Ոչ, բանակը դա անվանդամության համակարգի մի մասն է։ Համակարգը դա պետական համակարգ է, հասկանում եք։ Եվ այստեղ մեզ չհաջողվեց եւ այստեղ ինձ համար բարձ հասկանում եք, կլինի ժամանակ ես կանդրադառնամ զուտ մասնագիտական այս ամեն ինչի, թե մենք ինչ բացթողում ենք ունեցել այն ամենասկզբից, ասինքն մենք այն ժամանակ նայեք, ես որ եկա 90 թվին այստեղ, ջոկատներ ենք ու պատկերացնում ենք չեն գործում որը մի օրենք, որը պետք մարդիկ դնան պատերազմ, կամավոր եկել է, ասինքն հանդուկ գունդը, մարդիկ եկել են կամավոր կրվելու, բայց կանոնակարգված չի, ես ասենք իրան հրաման եմ տալիս, դու պիտի գնաս, ես դիրքը պահես, զոհվելու ես, ոնց որ ապարանի ջոկատի մաներով, բայց ինքը պարտադիր չի, ինքը կամավոր է, մենք կարողացանք այդ վիճակում Պրոբլեմը կադրային սպաներ, կամավորներ, բնական է, կադրային սպաները սովորեն մի համակարգի, հրամանը տալիս ես կատարում, այս մարդիկ ուրիշ մոտեցումներ ունեն, կամավորներ իրան, դրա համար Վազգեն Սարգսյանի դերը այդտեղ երևաց, որտեղ ինքը լինելով այդ ջոկատներից, ինքը վստահություն է ներշնչում իրանց, ասինքն ես որ եկել եմ, առաջի մի երկու ամիսի միջև ես իրանց այդ մարդերի մեջ չեմ մտել, ես չեմ վստահում։ Ասում եմ դրանն է, կայզերական բանակ ասալ, ես որ իրանց շարք եմ կարում ասում, պահանջում եմ իրանցից կարգապահություն, մոլուկը, բանակ, ասում եմ դրանն է, կայզերական բանակ։ Պարոն Հարությունյան, Սեպտեմբերյան պատերազմի մասին չասել։ Հա, եկեք գիտեք, խոսքեր դրել շապատը մի
մենք բան Հարցից պատասխանի ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը անոնսեց սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին արտաքին հետախուզական ծառայություններ վերլուծություններ ներկայացրել։ Մենք մոտ ենք պատերազմին հնարավոր։ Ну, նայեք, ես իմ վրա այդ բանը չեմ լսի պատասխանը։ Որպես մարդ կարող եմ։ Չէ, մի րոպե, ասեմ, մի ամիսից։ Քանի որ այդ պատասխանը, երբ որ հիմնավոր կամ ոչ ասենք թե ինտուիտիվ կամ բան, մարդ որը ղեկավարել այդ կառույցները, ես հասկանում եմ որոշում ընդունելու կարող, ես պետք է ինֆորմացիա ունենամ, ասենք թե նույն արտաքին հետագործությունը պետք է զեկուցի, ես վերլուծեմ ու ասեմ այո, ասենք թե բանակի հետագործությունը պետք է զեկուցի, իմ կոնտակտները տարբեր պետությունների հետ կտային իմ հիմք, ասել կա կլինի թե ոչ։ Այդպես որ իմ պատասխանը հիմա կլինի զուտ անձնական եւ կարող է հիմնավոր չլինի, անկախ նրանից, որ ես զբաղվել եմ դուրս։ Ես ենթադրում եմ, որ սեպտեմբերին ասել հիմա կլինի թե չի լինի, չես կարող, ինչի։ Կախված է շատ գործոններից։ Ասենք թե կախված է թե ինչ է լինելու Իրան, Ամերիկա, Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջանը ինչ խնդիր է։ Մենք ակնհայտ հիմա տեսնում ենք, չէ՞ որ ինքը ազդում է վերլուծությունների վրա։ Թուրքիան ազդում է։ Եվ կլինի թե ոչ, կարելի ասել հավանականությունը մեծ է թե քիչ։ Այս պահին, բայց սա կարող է փոխվել վաղը։ Ռադիոն ինչ է իմ ասում։ Իր ելույթը վերջի հիշում եք ինչ ասում։ Ասում եմ մենք ուշադիր հետևում ենք, այնտեղ կան ուժեր, որոնք ռևանշիստական կարգախոսներ են դնում։ Մենք հետևում ենք եւ եթե իրանք շարունակեն, մենք դիմենք գործողություններին։ Ինչ անում, սպառնալիքը։ Հաշվի առնելու ես թե ոչ, իհարկե պետք է հաշվի առնել։ Այնպես որ բարդ, բայց ես ենթադրում եմ, որ հավանականությունը կա, բայց մեծ չի։ Այս պահի, դա իմ անձնական այս պահի Պարոն Հարությունյան, դեր ստորագրած հաշվի արդյունքում Գորիս-Կապան ավտոճանապարհը կորցրեցինք, ինչին հաջորդեց ձեզ ուղղված մեղադրանքները, ասում էին, որ դուք եք հանձնել ձեր ստորագրությամբ է հանձնվել այդ ավտոճանապարհը, ընդ որում նաև քաղաքական գործիչներն են մեղադրում, ասում են Փաշինյանի հրամաններն են կատարել, Փաշինյանը ինչ ասել է, նա արել է։ Հիմա երկրորդ ալիքն է բացացել մեղադրանքները, ասում են, որ պատրաստում է ընտրությունների, եթե դառնա վարչապետ, ինչ է անելու, ով ինչ ասի, ստորագրելու է առանց դիրքորոշում ունենալու։ Սկսենք բովանդակությունից, որ դուք այդ հարցը ինձ տալիս եք, դուք այդ հուշագիրը, որ ես ստորագրել տեսել եք, հա, ինչ է դրած, վերնագիրը ինչ է, հա, բայց չեք հիշում ես այդ Ալստանից, այդ հուշագիրը ես որ ստորագրում եմ, ճանապարհը ոչ թե հանձնել է, դուք քարտեզը պատկերացնում եք այդ ճանապարհը, հա, ինքը ճանապարհը Գորիս Դավիթ 21 կիլոմետր, որից 11-ը անցնում է իրանց տարածքով։ Դուք եք ընդունում, որ մեր ճանապարհը չէ։ Հա? Դուք եք ընդունում, որ մեր ճանապարհը չի եղել դա։ Ամբողջը չէ։ Բայց 30 տարի ինչ օկուպացվել են։ 30 տարի մենք հաղթանակած բանակ էինք, Ղարաբաղներն էր։ Պարոն Հարությունյան, դուք հիմա ասենց նիկոլական թեզերով որ արտադրում եք ամեն ինչ, ո՞նց է Որակում մի տվեք ինձ։ ընդդիմադիրների կորեկտ եմ պահում։ Լավ, մեծ իշխանական, փաշինյանական թեզերով, եթե նիկոլականը որակում է, ինչ ասեմ, լավ, չեմ ցանկացել վիրավորեմ։ Այդ թեզերը, որ դուք հիմա արտադրում եք ամեն ինչ, ես հիշում եմ դուք դրանից առաջ էլ ասում եք մայիսի 9-ին, որ բանը, մենք այդ ճանապարհը ոնց եք ասել, փրկել ենք, թե նոր ճանապարհ ենք ձեռք բերել, թե ինչ։ Հիմա Փաշինյանն ասում է Արցախը հանձնվելով մենք պետություն ենք ձեռք բերել։ Ուզում եմ հասկանալ ոնց ենք ասում եք խառնում եք ինչ խոսում։ Պատասխան նրանց։ Դե ես ասում եմ դուք չեք լսում ու ձերն եք։ Հիմա ասում եմ այդ հաստատությունը գրված է հետևյալը անխոչնդոտ ապահովել շարժը ճանապարհը։ То есть իրանք գալիս են նստում են համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մենք պարտվել ենք, ուզում եմ հիշեցնել, ես նշանակվել եմ նոյեմբերի 20-ին պարտությունից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որտեղ արդեն որոշված է, իրանք գալիս են նստում են, եւ մեղրից մինչեւ սոտ շփման գիծ են ձևավորում, որը մենք 30 տարի մենք վերահսկել ենք այդ ամեն ինչ։ Որոշում ընդունել, որ գալիս են Ալմատի հրճակելով նստում են այդ սահմանին, երբ որ իրանք նստում են, ասենք թե նույն հապամ չակատ են։
Իրանք այդ տեղեկան նստեցին, բայց այնտեղ ճանապարհը գնում է սահմանի օղքը, չի մտնում իրանց տարածք։ Այնտեղ պրոբլեմ չառաջացավ, այնտեղ մենք նորից այդ փաստաթղթով ռուսական սահմանապահ դէին, որ միջադեպ չլինի, բայց այսի մեր տարածքով։ Այստեղ 21 կիլոմետրից Գորիս Դավիթ 11 իրանց տարածքով։ Դուրս է գալիս Գորիսից, մտնում է Էյվազու 4 կիլոմետր։ Գնում է իրանց տարածքով։ Եվ երբ որ այդ հարց առաջացավ, որ գան նստել, ու այդ ճանապարհը փակվում է, միակ ճանապարհը դեպի։ Ես դիմել եմ ասել դրա մասին, զոր կայքեր կաննել, իրանց թույլ չեն տվել, որ իրանք գան կաննեն այդ սահմանին։ Իրանք չեն մոտեցել։ Միակ տեղն է ամբողջ շփման գծում, որտեղ իրանք չեն եկել նստել ճանապարհին։ Ու մենք կես տարի դա օգտագործել ենք իրանց տարածքով։ Ռուսական սահմանապահ էին ուղեկցում։ Բա հիմա։ Հիմա չէ։ Հիմա արդեն ես չգիտեմ ինչ է։ Մենք իմ ժամանակ օգտագործել ենք դա, եւ դա այդ ժամանակ սարքեցինք այդ բանի ճանապարհը եւ կարողացանք գործել։ Տեսա խնդիրները։ Եթե չէի ստորագրում, իրանք գալիս նստում են ու վերջ։ Բայց սահմանազատում չի եղել, պարոն Հարությունյան, դա բանավոր պայմանավորվածությամբ է, ընդ որում Փաշինյանն ինքն էլ է ասել, այսինքն դրա վերաբերյալ չգիտեմ դուք ինչ փաստաթուղթ եք ասում, եթե կա խնդրում եմ հողում արեք, բայց բանավոր ես հիշում եմ GPS-ով ադրբեջանցիները գալիս են եւ տարածքում ջերմուկի սարերում էլ, Սյունիքում դուք չեք լսում, էլի, ես ասում եմ, այո, շփման գծի ձևավորում է։ Մենք դուրս ենք եկել, Քերբաջարից են դուրս եկել, չէ՞ որտեղ որ նույնիսկ մի միլիմետր իրան չեն եկել։ Հաղդամն ենք ըստ փաստաթղթի։ Դա Արցախի մասով, բայց Հայաստանի մասով ոչ մի բան չկա։ Չէ, Հայաստանի մասով իրանք գալիս են սահմանին են նստում, իսկ Ղարաբաղում իրանք գալիս են դեռ նույն GPS-ով շփման գծին են կանգնում։ Ալմատի հռչակագիր ասել դուք նորմալ եք, համարում եք Ալմատի հռչակագրով պետք է Ադրբեջանը ճանաչել, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Փաշինյանը որ ուրիշ պատմություն է։ Հիմա ես ձեզ ասում եմ, որ պատկերացրեք, շփման գիծը, то есть էդի դեմարկացիա չի, սահմանազատում չի։ Պատկերացնում զորքերը իրանք մտել են, եկել են հասել են Մերվի։ Հիմա մենք ինչ պիտի անենք, մենք պիտի կանենք, չէ՞ միտեղ դիրքերը կառուցել։ Գալիս են իրանք, մերոնք գալիս են սահմանը որտեղ է, այն սովետական։ Իրանք պոստը դնում են ստեղ, մենք ստեղ ենք։ Պարոն իսկ հիմա հետայացնելով դա լավագույն որոշումն է, թե ամեն դեպքում հնարավոր է այնպիսի որոշում կայացնել, որի արդյունքում չէին կողմնի դիրքերը ռազմավարական։ Ինչ դիրքերը։ Ճանապարհը, Գորիս կապան ավտոճանապարհը։ Երկու ճանապարհ կա, հասկանու՞մ եք։ Ակնհայտ դե հասկանաք, ասում ինչ ճանապարհ կա։ Իրանք հաղթել են, եկել են թուղթ են ստորագրել, նրանք ստորագրել զինադատարը։ Իրանք տարային չկաննեին այդ զինադատարը։ Դուք գիտեք, որ զինադատարը ինքնուրույն չի եղել։ Ռուսաստանի ճշմարտ է եղել, որ իրանք Շուշի են մտել, իսկ 30,000 զորք Ստեփանակերտում, եթե զինադատարը չլներ, ինչ է լինելու իրանց հետ, պարտվել եք մենք, դուք ստդիլ, դուք են ասում, որ մենք 94 թիվը հաղթել են ու պիտի պահեն։ Էսա կոմպլետ ռազմաքաղաքական իրավիճակը։ Պահելու այդ խնդիրը երկու ձև կա աշխարհում, կամ դուք փաստաթղթով ես ղեկավարում, կամ հայտարարում ես պատերազմ։ Այդ պարագայում կարող ենք պատերազմ հայտարարել, բայց միևնույն ժամանակ ինչ է լինում։ Մենք լինում ենք զինադատարի խախտական խախտող, որը ոնց ասած մենք համաձայնվել ենք, թե չէ իրանք բաներ, իրանք համաձայն չեն։ Իրանք կարող են շարունակել Ստեփանակերտը վերցնեն եւ մենք ունենայինք այդքան հազարավոր գերիներ եւ չեմ ասում։ Գնալիք դուք Ալմատի հռչակագրին ո՞նց եք վերաբերում ու Պրահայում այդ հռչակագրին հողում անելով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել։ Ալմատի հռչակագիրը ուրիշ խնդիր է։ Ալմատի հռչակագիրը սահմանել է։ Պրագայի։ Ես հիմա առանձին հարց եմ տալիս։ Դրա ո՞նց եք վերաբերում։ Ավարտեցինք։